Նինոցմինդայի թիվ 3 հանրային դպրոցի ինքնակառավարման մարմինների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր յուրահատուկ միջոցառում՝ սուշիի պատրաստման մրցույթ։ Մրցույթի մասնակիցները դպրոցի 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանների աշակերտներն էին։ Միջոցառման նպատակն էր խթանել աշակերտների համագործակցությունը, զարգացնել խոհարարական հմտությունները և բացահայտել ստեղծարար մտածողությունը։ Այդ ժամանակ հենց վարունգով սուշին օգտակար և թեթև սնունդ է համարվում նրանց համար, ովքեր ուզում են օգտակար սնվել։ Բառը նշանակում է հատապված բրինձ։ Ինչպես նաև սուշին օգտագործել են բրինձը պահածոյացնելու, շուկը պահածոյացնելու բրինձը պահելու մեթոդը։ Սուշին հիմնականում պատրաստվել է 15-րդ դարում Տոկիոյում, իսկ հիմա երբ ճապոնիան սովորում են սուշի պատրաստել, մարդիկ հիմնականում իրավունք չունեն, որպեսզի առաջինի բրինձ ելնեն։ Նրանք հիմնականում սովորում են մաքրություն, այնուհետև լավ շփ դառնալուց հետո, որ սկսում են կտրել ձուկը և եփել բրինձ։ Թիվ 3 հանրային դպրոցում տեղի ունեցավ սուշու փառատոն, որտեղ մասնակցում էին դպրոցի 3 դասարաններ՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանները։ Սուշու փառատոնին գնահատվում էր ինչպես հիգիենան, այնպես էլ հենց սուշու տեսքն ու համը։ Գնահատվեցին բոլորը, բոլորի սուշիներն էլ շատ լավն էին, սակայն հիմնականում ամենահամեղը գնահատվեց 9-րդ դասարանը։ Միջոցառման ընթացքում խստորեն պահպանվել էին հիգիենայի բոլոր պահանջները։ Աշակերտներն աշխատում էին ձեռնոցներով, կրում գլխարկներ և գոգնոցներ, ապահովելով մաքրություն և կարգապահություն։ Նրանց ողջ աշխատանքը վերահսկվում էր ժյուրիի անդամների, այսինքն դպրոցի տնօրենի և ուսուցիչների կողմից։ Պետք է գնահատվեր խմբային աշխատանքը, հիգիենան, տեսքը, համը և ներկայացման ձևը։ Միջոցառման ընթացքը համենվում էր գեղեցիկ երաժշտական համարներով, հայկական և վրացական պարերով, դհոլի կատարմամբ։ Այսօր Նինոցմինդայի թիվ 3 հանրային դպրոցում ինքնակառավարման մարմիններով որոշել ենք կազմակերպել միջոցառում սուշի մրցույթ, որոշել ենք ծանոթանալ ճապոնական խոհանոցին, տեսնել թե ինչպես է պատրաստում ճապոնական խոհանոցի ամենակարևոր ուտեստներից մեկը սուշին եւ հավաքեցինք մեր դպրոցի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտներին եւ ունեինք նախորդ պատրաստվել էինք, գնել էինք մեզ անհրաժեշտ պարագաները եւ սկսեցինք պատրաստել հենց տեղում հանդիսատեսի աչքի առջեւ եւ ստացվեց շատ հետաքրքիր միջոցառում եւ բոլորն էլ իրենց սուշիներով յուրահատուկ էին եւ ինձ թվում է հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ։ Ժյուրիները գնահատելու էին 5 գնահատման սկզբունքներով, առաջինը դա խմբային աշխատանքներ, երկրորդը հիգիենան, համը, տեսքը եւ վերջում պետք է գնահատեին ներկայացումը եւ ժյուրիները բոլորին բարձր գնահատականներ նշանակեցին, քանի որ բոլորն էլ հիանալի կերպով ներկայացրեցին իրենց պատրաստած սուշիները։ Մտել է ճապոնացուց շորերի տեսքով։ Շատ է բան է, որովհետև որ ֆայմել են, որ եթե ներկայացնում են ճապոնական խոհանոց, ապա կարելի է նրանց զգեստեց ինչ-որ մի բան ունենալ։ Շատ ճիշտ եղանակով պատրաստել էիք, դուր եկավ 9-րդ դասարանի աշխատանքը դուրս եկավ։ Ոնց ուզում եք վերցրեք, որովհետև որ նրանք ուրիշ ձև էին ոնց որ բերվում։ Այո, այս միջոցառումը նախատեսել էինք, մենք նստել էինք, երբ որ կազմում էինք դպրոցական աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքն էինք մշակում, այնտեղ երեխեքը նախատեսել էին ինչ-որ ուտեստի մրցույթ։ Դե ես էլ ասացի, որ եկեք երեխեք ջան, դե արդեն տարածված է հայկական խոհանոց, վրացական խոհանոց, եսիմինչ, եկեք հիմա մենք էլ փորձենք մրցույթը կազմակերպենք, քանի որ հիմա այս վերջի ժամանակաշրջանում շատ սուշին տարածված է, եկեք սուշիի մրցույթ մենք կազմակերպենք։ Երեխաներին դուր եկավ այդ մտահղացումը եւ նախատեսեցինք, որ դասարաններին են ուզում մասնակցել, ցանկություն հայտնեցին 3 դասարան մասնակցելու։ Դրա համար
Այդ 3 խմբերով որոշեցինք կազմակերպել այսօրվա միջոցառումը։ Նախատեսել էինք սկզբից գրված էր ինչ պետք է անեին, քանի տեսակի սուշի պետք է պատրաստեին երեխաները, ամենակիչը մինիմումը 5 տեսակ պետք է լիներ, դուք տեսաք, որ 9-րդ դասարանը ավելի շատ հասցրեց պատրաստել նույնիսկ։ Պլանը մշակելուց հետո երեխաները կազմակերպեցին, նշանակեցինք օրը, դե շաբաթվա վերջի օրը վերցրեցինք, քանի որ ուրբաթ է այսօր, եւ տեսակ ինչ ոգևորությամբ էին երեխաները աշխատում, ու կարևորն այն է, որ երեխաները կարողացան իրենց աշխատանքը իրոք լիարժեք կատարել, որովհետև որ մի քիչ դժվար աշխատանք է եւ ճիշտն էլ ասենք, որ ոչ բոլոր տնտեսուհին կարող է նույնիսկ նորմալ գեղեցիկ տեսքով սուշին պատրաստել եւ մատուցել։ Ողջունելի այսպիսի միջոցառումները ողջունելի են դպրոցում, երեխաներին մենակ էլ եմ ասում, զուգահեռ նրանց, որ նրանք կրթվում են, նաև պետք է կրթվեն ոչ ֆորմալ միջավայրի մեջ, որպեսզի կարողանան ճիշտ դրսևորեն իրենց։ Այսպիսի միջոցառումները տալիս են ոչ միայն գիտելիք, նաև փորձ են ձեռք բերում երեխաները։ Դե ինչ ասեմ, ինձ թվում էր, որ հաջողվեց մեր միջոցառումը։ Հիմա էլ տեսնում եք ինչ ուրախությամբ երեխաները ոգևորությամբ հյուրասիրվում են եւ սպասենք մյուս միջոցառում։ Սուշիի պատրաստման ավարտին աշակերտներն իրենց աշխատանքները ներկայացրին ժյուրիի դատին։ Ժյուրիի անդամները գնահատեցին նրանց աշխատանքը 10 բալային կարգով եւ շնորհեցին գովասանագրեր, խրախուսելով նրանց ջանքերն ու նվիրվածությունը։